Նոյան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, աստվածաբան, հայագետ Հայկ Կիրակոսյանին։ Պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Կիրակոսյան, մեր զրույցը սկսենք այս պահին Սահմանադրական դատարանում քննվող դիմում պահանջներից, որոնք ներկայացրել են ընտրություններին մասնակցած քաղաքական 7 ուժեր, նրանք վիճարկում են հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պահանջում են դրանք անվավեր ճանաչել։ Նախ որպես նաեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչ է կարծում, ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը եւ ընդհանուր գնահատականը անցկացված ընտրություններին, դրանց արդյունքներին որն է։ Վերջի հարցից սկսեմ, մեր կուսակցության առաջնորդը պարոն Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ լեգիտիմ չենք համարում արդյունքները, ընտրությունները եւ իհարկե մենք կիսում ենք այդ մոտեցումը շատ հիմնավոր պատճառներով, մասնավորապես նախորդին հայտարարություններ են եղել, որ ագենտուրաներ կան, օլիգարխիկ ռեսուրսներ են կիրառվում, արտերկրից մարդկանց միտումնավոր բերում են ընտրությունների, սա մի կողմից եւ մյուս կողմից վարչական ռեսուրսների աննախադեպ կարելի ասել, հերթական անգամ, երևի ամեն անգամ աննախադեպ է մեկը մեկին գերազանցում է կիրառությունը այդ ռեսուրսների եւ դրա համար ժողովրդին կարողացել են, այսինքն նախ դա անօրինական է, այդպիսի ընտրություններ թույլ տալ, եթերից հայտարարել, որ դիմեք Սահմանադրական դատարանին, ագենտուրաներ կա եւ այլն, դրա համար պատասխանատվություն չկրել, եթե ենթադրենք, որ այդ քաղաքական ուժերի ղեկավարները կամ կազմում գտնվող մարդիկ ագենտներ չեն, ապա ինչպես կարելի է ընտրությունների նախորդին նման անպատասխանատու հայտարարություն անել եւ պատասխանատվություն չկրել, իսկ եթե հանդիսանում են այդպիսին, ապա ուր է դրան հաջորդող իրավական, ինչու՞ չէ նաև քրեական գործընթացները եւ ընդհանրապես ինչու եք թույլ տալիս մասնակցել ընտրություններին։ Ինչ վերաբերում է վիճարկման գործընթացին Սահմանադրական դատարանում, ապա բոլորիս համար ցերեկվա լույսի պես պարզ է, որ դա ոչ մի ռադիկալ փոփոխություն չի տալու, փոփոխության չի հանգեցնելու, այն ինչ ունենք արդեն ունենք եւ այս եղանակով ակամայից լեգիտիմացնում են նաեւ Սահմանադրական դատարանի վճիռը կլեգիտիմացնի ընտրությունները, վերջին շտրիխն է կարելի ասել, այսինքն քննեցինք նաեւ այս գործերը եւ տեսանք, որ մանր-մունր հարցեր են, դրանք չէին կարող էական կերպով անդրադառնալ բուն պատկերի վրա, այն ինչ ունենք, փաստորեն գերազանցապես այդպես է։ Անձամբ ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ, սա աստիճանաբար գործընթացները հունի մեջ դնելու նախորդող քայլեր են, թե այդ ուժերի կողմից, 7 ուժերի եւ թե Սահմանադրական դատարանի կողմից։ Որևէ լուրջ փոփոխություն, ինչ որ բացահայտումներ չի լինելու, ինչ եղել է։ Այսինքն ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը վիճարկում են զուտ վիճարկելու համար։ Այո, իհարկե վիճարկում են զուտ վիճարկելու համար, դրանով նաև լուծում են վաղը իրենց ուղղելիք հարցին պատասխանն են, այսպես ասած, գեներացնում, ստեղծում, երբ իրենց հարցն են ասեն, բայ եթե դե մենք ինչ չվիճարկեցիք եւ այլն, իրենք ասեն մենք վիճարկել ենք, բայց այս անօրեն դատական իրավական համակարգ, անօրեն իշխանությունները բանի տեղ չդրեցին, դրա համար իրենք ազատ են գործելու այս կամ այն կերպ։ Վիճարկումը լուրջ կլինի, եթե մանդատների մասով կարողանային ավելի վճռական գտնվել, չգիտեմ, եթե այդքան ընտրող ունեն, ապա փողոցային պայքարի կարող էին դուրս գալ, որը որ վստահորեն չեն կարողանել, որովհետև չի հավաքվի այդքան մարդ, եթե նրանք իմանային, որ կարող են փողոց անել մեծաթիվ մարդկանց, անպայման կանեին։ Այստեղ գիտեք ինչն է խնդիրը, թե իշխանություն կոչվող քաղաքական կողմը եւ թե ընդդիմություն կոչվող քաղաքական կողմը պիտի իրենց հաշիվ տան, որ ժողովուրդը չի ընտրել իրենց, որտեղ համակրում է, որտեղ իրենք քաղաքական այդքան կապիտալ ունեն կամ իրենց սիրում ու վստահում են։ Բացարձակ իրենց ընտրել են այն ժողովրդական խոսքով ասած մյուսի ինադու։ Այսինքն սա հակառակ մեկին տեղ չտալու համար, մյուսին չտեսնելու համար ընտրություն է մյուսի օգտին։ Այսինքն սա դեմեմ ընտրությունն է, բոլորը դեմ են, իհարկե խնդրում չասոցացնել համանուն քաղաքական
ֆալսիֆիկացիայի հետ, քաղաքական ուժ չեմ ուզում ասել, մենք տեսանք իրական պատկերը, բայց հանուն որևէ քաղաքական ուժի, հանուն նոր ուժի, հանուն գաղափարի այստեղ ընտրություն չկա, մարդիկ ովքեր չէին ուզում որ վերարտադրվեր գործող իշխանությունը եւ մարդիկ ովքեր չէին ուզում որ վերարտադրվեին նախկին ուժերը, այդ թվում նաեւ օլիգարխիկ ուժեր հայտնվեին ազգային ժողովում։ Այս գործընթացը ինքը փակուղային է եւ փակուղային ազգային ժողով ենք ունենում, եթե ավելի սթափ նայենք իրավիճակին, եղան ազգային ժողովի համապետական ընտրություններ եւ պահպանվեց նույն պատկերը ազգային ժողովում, ինչ որ կար, այսինքն 5 տարի փուստ գնաց։ Հիմա բայց քանի որ իրավիճակը բավական փակուղային է, մի կողմից գլխավոր իշխանության գլխին կանգնած անձը աճ ու ձախ 2018-ին բնորոշ հայտարարություններ արելու, դատելու, կզզնելու, փռելու ասֆալտին, բառապաշար ահագին հարստացել էր իդեպ 2018-ի համեմատ, ինքը խնդիր ունի ինչ-որ բան ցույց տալու, որովհետև վստահ ասեմ ձեզ, հաջորդ ընտրություններին էլ եմ փորձելու վերարտադրվել, եթե խոհեմ գտնվեն գոնե անձը կփոխվի, եթե ոչ էլի Նիկոլ Փաշինյանով, իսկ այս մյուս քաղաքական ուժերն էլ փակուղային է, որովհետև իրանց անձը դեմ են տալու պատին, այդ դա օրինակ չէին կարողանալ շնորհապետական կուսակցության պարագայում։ Ինձ ինչ ասեին, Գուրգեն Սիմոնյանին ինչ ասեին, Անտինյանին ինչ ասեին, կամ մեր մյուս թիմակիցներին ինչ պետք է ասեին։ Սա հրաշալի այսպես ասած պարտիա է, իրենց համար քաղաքական պարտիա, որտեղ էլի նույն բիսեդկայի կոպիտ ասած տրամաբանությամբ ազգային ժողովում իրար վրա մատ են թափ տալու, շիշ են շպրտելու, իջնելու են հարվածեն եւ այլն։ Հարցերը մնալու են այդպես ոդքի հետ գնալու վիճակում, խնդիրները ավելանալու են եւ սահմանադրության փոփոխության օրը երբ որ գա, գիտենք որ այս թեման օգտից կապված է։ Այո, կռահեցիք իմ հարցը։ Նույն պատկերով խորհրդարանը ինչ է անելու նույն ըստ էության մարտահրավերների հետ, որոնք կան եւ շարունակելու են լինել, այդ թվում սահմանադրական փոփոխություններ, սահմանազատման գործընթաց, եթե լսենք այդ ընդդիմադիրներին 300,000 ադրբեջանցիների վերադարձ են կանխելու, որևէ բան չի անելու, օգտվելով իր մեծամասնություն կազմող քաղաքական ուժին տրվող իրավականորեն օրենքի ուժով տրված հնարավորություններից, այսպես ասած, սղծնելու են, փորձելու են սղծնել, անցկացնել տարբեր ոչ պետականամետ, ոչ ազգանպաստ որոշումներ, օրենքներ, բայց կրկին շեշտեմ, փորձելու են։ Եվ հույսը այս պարագայում ոչ թե ընդդիմությունն է, որը արդեն դրսևորում է ոչ անհրաժեշտ քաղաքական խոհեմություն եւ ոչ անհրաժեշտ կամային որակներ, այլ իսկապես ժողովուրդն է որոշիչ լինելու, արդյոք կհամաձայնվի ձեր նշած կարևորագույն երկրի համար կարևորագույն փոփոխություններին։ Իրենք չեն կարող սահմանադրական փոփոխություն անել առանց սահմանադրության փոփոխվող սահմանադրության տեքստը հրապարակելու, իսկ բավական է հրապարակեն, մենք կտեսնենք, որ ազգային պետականությունից փորձում են թողել ինչ-որ կմախք, որը որ վտանգում է մեր ինքնության, մեր գոյության, մեր աշխարհագրական դիրքից բխող բազմաթիվ հարցեր մի խոսքով վտանգում է, իսկ մարդիկ ամեն դեպքում ասում եմ վախով առաջնորդված ընտրել են մեկի դեմ ու մյուսի դեմ, բայց այնուամենայնիվ դա չի նշանակում, որ բացարձակ մեր ժողովուրդը կորցրել է իր զգոնությունը, ցավոք սրտի հայերի մասին է ասված դանակը ոսկորին հասնելու այս թեւավոր խոսքը, բայց գիտենք ինչ է լինում, երբ որ դանակը հասնում է ոսկորին։ Երբ որ դանակը հասնի ոսկորին, ժողովուրդը ոչ ընդդիմությանը նայելու, որին որպես ընդդիմություն չի ընկալում, լավագույն դեպքում որպես հակակշիռ է ընկալում։ Կշեռքի նժար էր դրված, կեսը դրել են այս նժարին, կեսը մյուս։ Ոչ էլ իշխանություն է հաշվի առնելու։ Այո, փողոցային պայքարը, օրինական, ուրեմն ըմբոստությունը քաղաքացիների, դրանք բոլորը թույլատրելի միջոցներ են աշխարհի ամենազարգացած երկրներում եւս։ Հետևաբար սա փակուղային ազգային ժողով է, այս այն փակուղին է, որ նախորդում արդեն կար, բայց այս ընտրություններով այդ փակուղային իրավիճակը ամրագրվեց եւ փակուղուց հնարավոր կլիներ փակուղու մեջ չհայտնվել կամ դրանից դուրս գալ, եթե ազգային ժողովում իսկապես ազգային կամ նոր կամ ոչ օլիգարխիկ, ոչ կոռումպացված, մի խոսքով մաքուր քաղաքական ուժեր գործեին, որի ուղղությամբ ամեն ջանք գործադրեցին, որպեսզի մենք մեկ տարվա ուժ լինելով ամենացածր նախընտրական բյուջեն ենք ներդրել,
եւ մեզանից վերև կանգնածների բյուջեն օրինակի համար մեր բյուջեին գերազանցում է տասնապատիկ անգամներ։ Այսօր Հայաստանում գրանցված 150 մոտավորապես քաղաքական ուժերի մեջ 6 քաղաքական ուժերից մեկն ենք։ Անկարելի բան է, որ սա հաշվի չառնեն, չգիտակցեն ու դրա համար նախորդին սկսեցին պիտակավորել թե պարոն Սիմոնյանին, թե պարոն Անտոնյանին, թե կուսակցությանը հումորով, fake edge-երով, իրենց բնորոշ գործելավոճով։ Եվ այնուամենայնիվ մենք շատ պատկառելի, մաքուր, առանց կաշառելու, գիտեք, մեր վստահված անձերը եղել են կամավոր հիմունքներով, մեր քաղաքական թիմը գործել է կամավոր հիմունքներով։ Դուք էլ շատ բարձ գիտակցում եք, որ ազգային ժողովում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկի համար, որևէ մեկը ձրի, որևէ բան չի արել։ Իշխանության համար արել են պաշտոնի եւ այսպես քաղցր կտորների համար կամ եղածից ունեցածից չզրկվելու, իսկ օլիգարխիկ կամ մյուս քաղաքական ուժերի համար արել են փողի դիմաց։ Այսինքն վարձատրվել են եւ արել են։ Մեր քաղաքական ուժը գաղափարի քաղաքական ուժ է եւ մեզ մարդիկ ձայն են տվել տեսնելով բանիմացությունը, շնորհապետական գաղափարախոսությունը հասկանալով քիչ թե շատ եւ իսկապես այլընտրանքային ուժի կոնցեպտը ընդունելով։ Բազմաթիվ մարդիկ ասում են, որ մենք իմանանք դուք այդքան ձայն եք հավաքելու, մենք էլ առանց տատանվելու կգնայինք ու ձայն կտայինք շնորհապետական կուսակցության։ Այսինքն հնարավոր է այդ պարագայում 4%-ի շեննել հաղթարեինք, մի բան էլ ավել, բայց դա տեղի չունենալու համար գործածվում էր մյուս մանիպուլյատիվ հնարք, այսինքն ասում էին իզուր ձայն մի տվեք, փոշիացնել եւ այլն։ Ձեր դեմ պայքարեցին իշխանություն եւ հայտնի ընդդիմադիր շրջանակներ միաժամանակ։ Այո, այսինքն եթե իրենց պարագայում պայքարը գնում է, սրանք պայքարում են նրանց դեմ, նրանք էլ սրանց դեմ, մեր դեմ պայքարում էին եւ նրանք եւ սրանք։ Եվ մենք նոր ուժ լինելով, երիտասարդ քաղաքական ուժ լինելով, ստիպված ենք նաև այն 0.1%, 0.1% հավաքածներն էին պայքարում, որովհետև իրանց պատահական չէին խաղի մեջ մտցրել։ Թող գնան իրանց հարցնեն, ձեզ այդ 7.5 միլիոնները կամ $1.5 միլիոն քարոզ արշավի վրա որ դուք ծախսել եք որտեղից, մեզ են բարբերաբար հարցնում։ 4 միլիոնը որտեղից, 4 միլիոնը կամայական մի անձ, որ աշխատում է, որ ուզենա մի քանի տարում կխնայի այդքան գումար, մի անձը։ Այնինչ մեզ օգնում էին մեր հայրենակիցները Հայաստանում եւ Սփյուռքում իրենց նվիրաբերած միջոցներով։ Պարոն Կիրակոսյան, ասացիք, եթե այս ընդդիմադիր ուժերը քաղաքական կամք դրսևորեն, ինչ նկատի ունեք քաղաքական կամք դրսևորել ասելով, եւ նրանց այս գործողությունների անորոշությունը ինչ որ առումով արդյոք կապել Ռուսաստանից հրահանգների հետ սպասվող կամ չկապել։ Ռուսաստանից հրահանգները այսպես թե այնպես բոլորը ունեն, այդ թվում նաեւ իշխանությունները։ Մենք դեռևս ցավոք սրտի չեն կարողացել այնքան ազատ լինել պետական տարբեր ենթակառուցվածքների, մասնավոր ենթակառուցվածքների առումով ռուսական ազդեցության այդ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը ու մնացած կառույցների մասին մենք բարբերաբար հիշեցնելու ենք, դա մեր անելիքն է, որպեսզի ցույց տանք, որ այս իշխանությունները Եվրոպան ուղղակի ներկայացնում որպես սուրճի հետ մատուցվող համեղ քաղցրավենիք, բայց ոչ իրական գործողություն։ Ինչ վերաբերում է ինչ նկատի ունեմ ասելով կամային որոշումների պակաս, մանդատները չվերցնել, այսպես թե այնպես ակնարկեցի, նախ եթե համամիտ չեք տեղի ունեցածի հետ եւ դուք համարում եք, որ ձեզ այդքան մարդ սրտանց ոչ թե փողով ձայն է տվել, դուրս եկեք փողոց։ Վստահորեն ձեզ ասում եմ, եթե մենք լինեինք այդքան ձայներ հավաքած քաղաքական ուժ եւ համոզված լինենք, որ այդ ձայները չենք առել, այլ մեր հետևից այդքան ժողովուրդ է գալիս ու վիճարկելու խնդիր լիներ արդյունքները, մենք մի կոչով այդ ազգաբնակչությանը մարզերում ու քաղաքում կհանեինք փողոց, հստակ հասկանալով, որ սահմանադրական դատարանում որևէ բան չի փոխվելու, առանց շտապելու մանդատները վերցնել, որտեղ փողոց հանելով մարդկանց դու իրավիճակ ես փոխելու։ Առնվազն դրա հնարավորությունն է բացում ստեղծում։ Երկրորդը, այո, մանդատները չվերցնելը, իհարկե ասում եմ, որ մանդատները չվերցնեն, իրենք միանձնյա կղեկավարեն ազգային ժողովում որոշումներ կկայացնեն, իրենց կարելի է հարցնել, իսկ այս պարագայում միանձնյա չի լինելու։ Դուք գնալու եք այնտեղ, ձեզ դարձնելու են խաղության նոխազ, անցած 5 տարիների ընթացքում որևէ կերպ ընդդիմությունը կարողացել է ազդել
մեծամասնություն կազմող քաղաքական ուժի, քաղաքացիական պայմանագրի որոշումների վրա բան փոխվել է, բայց երբ որ գալիս է պարգևավճարների ժամանակը միլիոններով, լավ էլ խելոք վերցնում էին, լավ էլ այդ աշխատավարձները եւ այլ падգամավորական արտոնություններից օգտվում էին, բյուջեն կխնայենք։ Մի մտեք ազգային ժողով, ասեք այդ փողը մենք ուղղում ենք այսինչ հարցի լուծմանը։ Այդքան մեր հարկերից չեն տանի, ասեք ուղղում ենք դեղորայքին, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը եւ այլն եւ այլն։ Հազար ու մի եղանակ կա։ Հաջորդը որ կարելի է քաղաքական կամք դրսևորել նաև այլ քաղաքական ուժերին հնարավորություն տալով։ Ես հիշեցնեմ, որ պարոն Քոչարյանը իր ասուլիսներից մեկում ասել էր. մենք տեղ ենք տալու նոր գլուխ բարձրացնող քաղաքական դաշտ գործող իսկապես նոր քաղաքական ուժերին։ Դա ոչ վաղ անցյալում էր։ Եվ մենք տեսանք ընտրությունների նախօրեին դրան հակառակ պատկեր։ Նույն Սամվել Կարապետյանը, ով իրավական պատճառներով չէր կարող լինել այդ կուսակցության առաջին դեմքը, իրենք ինչ էին ասում, մենք կգանք գրավենք, հետո օրենքը կփոխենք եւ Սամվել Կարապետյանը կլինի մի վարչապետի մեր տեխնացուն։ Այսինքն, եթե իրենք իսկապես ուզում են, որ Հայաստանը դուրս գա այն ճահիճից առնվազն, որի մասին իրենք են խոսում, մեր խոսույթը մի կողմ թողած, իրենք պիտի նպաստեին դրան։ Եթե խնդիրը սեփական կաշին, սեփական բիզնես, սեփական անձեռնամխելիությունը փրկելը կամ ապահովելը չէ։ Սա եւս քաղաքական կամք է։ Ընտրությունների նախօրեին կարելի էր հայտարարել, որ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում 1-2 քաղաքական նոր ուժեր եւ սիրելի համակիրներ, սիրելի քաղաքացիներ գնացեք ձայն տվեք իրենց։ Այսինքն այդ քաղաքական կամքը, ընդհանրապես կամքը որոշումներ կայացնելու ամեն բացվող օրվա հետ իրանց հայլում է հիշեցնելու է, որ իրենք այդքան չկան, եւ դա կար ընտրությունների նախօրեին, եւ դա լինելու է այս ամբողջ 5 տարիներին։ Գնալու են այնտեղ, իմ ասած խավության նոխազի ցածր կարգավիճակում վայելեն թուք ու մուրը, որին արի ուտես ինչ որ առումով արժանի են։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն,
շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Կիրակոսյան, արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրության իրավունքի մասով ինչ կարող եք ասել, արդյոք դա խնդրահարույց է կամ իշխանությունները առաջարկում է սահմանափակել այդ իրավունքը առնվազն 6 ամսով, վերջին 1 տարվա ընթացքում պետք է Հայաստանի քաղաքացիները ապրեն Հայաստանում, որպեսզի կարողանան ընտրության մասնակցել, եւ ընտրությունների ընթացքում մենք տեսանք իսկապես մարդկային ոսքեր, արդյոք դրանք վճռորոշ եղան այս ընտրությունների արդյունքների վրա։ Ես չեմ բացառում, որ վճռորոշ են եղել այն քաղաքական ուժերի համար, ովքեր հենց այդ միջոցառումները կազմակերպելու հետևում էին կանգնած, որովհետև տարբեր թվեր ենք լսել, 100,000 հոգի ժամանեց այդ ընթացքում Հայաստան, 50,000 հոգի, 120,000 հոգի, եւ եթե իսկապես նման թվերի հետ գործ ունենք, դրանք այո, վճռորոշ թվեր են։ Ենթադրենք 100,000 հոգի արտերկրից մեր հայրենակիցները, ովքեր քաղաքացիություն ունեն, ժամանել են այստեղ, մի 5 օրով մասնակցել են ընտրություններին, ուղղորդված ընտրություններին իրենց պարագայում եւ վերադարձել են իրենց երկրորդ հայրենիքները, դա կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ, բայց սա չի նշանակում, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ Սփյուռքին հնարավորություն կտա միայն դրամապանակ ծառայել, համազգային դրամապանակ, այսինքն մենք Սփյուռքի մեր հայրենակիցներին զրկում ենք բոլոր հնարավոր, անգամ Սփյուռքի չեն, արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին, երկքաղաքացիության իմաստը ո՞րն է։ Եթե դու զրկում ես երկքաղաքացիություն ունեցողին ընտրական իրավունքից, ասում ես 6 ամիս ապրի Երևանում, Հայաստանում, այդ մարդը աշխատանքով, երեխայի կրթությամբ եւ տարբեր հանգամանքներով կապված է այն երկրների հետ, որտեղ բնակվում է, նշանակում է զրկել մարդուն քաղաքացիությունից բխող ամենակարևոր իրավունքներից ու թողնել նրան, այսպես դրամապանակի կարգավիճակում, հենց նեղ ընկնենք, դիմենք Սփյուռքին, ասենք մենք գումարի կարիք ունենք, մեզ փողով օգնեք, որ դպրոց կառուցենք, բանակը վերազինենք, այս անենք, այն անենք։ Ինձ համար դա սկզբունքային անարդար մոտեցում է։ Այլ հարց է, որ պետք է հակառակ ուղով ընթանալ։ Այսինքն Սփյուռքի հայրենակիցներին առաջիկա տարիներին սա մի բան է, որ պետք է անկախացումից հետո արվեր, այն չափով եւ այնպես ներգրավել Հայաստանի կենսական խնդիրների լուծման գործերին, ոչ միայն փողով, գիտեք ինչ ահռելի մասնագիտական կապիտալ ունենք, որը անտեսում ու անտեսում ենք, անտեսում եւ շարունակաբար անտեսում ենք, որ իրենք իսկապես հնարավորություն ունենան եւ ցանկություն ունենան մասնակցել քաղաքական այդքան կարևոր գործընթացների եւ այս պարագայում իհարկե հասկանում ենք շեշտը հիմնական Ռուսաստանից վերադարձող հայրենակիցների մասին էր, բայց այդ պարագայում Արգենտինայից էլ կգան, Կանադայից էլ կգան, Միացյալ Նահանգներից էլ կգան եւ այդպես միատար չի լինի պատկերը, որ ասենք Ռուսաստանից էին եկել, ուրեմն գնացել էին քվեարկելու ռուսամետ ուժերի օգտին։ Սա ընդհանրապես վախերի, իշխանության վախերի արտացոլանքն է, ինչպես նաև այդ վախերի հետևանքում բոլորիս անձնական տիրույթը դառնում է հանրային սեփականություն, այսինքն իրավապահ վերջին լուրերին եմ հետևում, իրավապահ մարմիններին ամենամիջին եւ ցածր օղակներին եւս թույլ են տալու քչփորել մեր հեռախոսների պարունակությունը, մեր զանգը, մեր նամակագրությունը, մեր անձնական զրույցները, գործնական զրույցները, ընտանեկան զրույցները եւ սա ուղղակի անթույլատրելի է։ Դա գրեթե նույնն է, որ հանրային եւ մասնավոր պետքարաններում, զուգարաններում սկսեն տեսախցիկներ տեղադրել։ Ամփոփելով պարոն Կիրակոսյան, ասացիք իշխանությունն էլ է սպասում Ռուսաստանից հրահանգի, ինչ հրահանգի են սպասում, ինչ եք կարծում, ինչ է։ Ռուսաստանից սպասում են հրահանգի, թե որ չափով կարող են Եվրոպամետ խաղալ եւ որ չափով կառավարելի Եվրոպամետությունը ներկայումս իշխանությունների մոտ, դրա ասվածը հաստատվում է իմ նշած բազմաթիվ գործոններով, այն որ Ռուսաստանի ներկայությունը այստեղ բնավ չի նվազել, որ Հայաստանը շարունակում է մնալ այդ ենթակառույցների մեջ եւ բայց այդ ենթակառույցներից ասում են, որ կողմնորոշվեք, թե չէ մենք ենք ձեր հարցերը լուծելու։ Ովքեր են ասում։ ԵԱՏՄ-ից։ Հա, իհարկե կասեն։
Իհարկե կասեմ, Բայց գործնական բայց քայլերի իրենք չեն երբ որ ասում են, չէ, երբ որ ասում են կողմնորոշվեք, թե չէ մենք ենք ձեր հարցերը լուծելու, իսկ դրա ենթատեքստը շատ ավելի լայն է, քան միայն անցավ դուրս գալը ԵԱՏՄ-ից, դա մատ թափ տալ է, դա նշանակում է, որ խելքներդ գլուխներդ հավաքեք, կարող եք ձեր ներքին սպառման համար Եվրոպայի մասին խոսել, բայց խելոք մնացեք տեղներդ, ոնց էր ինքը հողորտում ասում էր խելոք նստեք տեղներդ, այդ ճիշտ այդպես իրեն հրահանգը գալիս է խելոք նստի տեղը, թե վերկանա մի քիչ պտտվի Եվրոպայի շապիկ հագնի, դե թող հագնի, թող Հայաստանի Հանրապետության վարչապետը մեկ օր ինքը սիրում է, չէ, տարբեր կեպկաներ, գլխարկներ, ատրիբուտներ, քարտեզներ կպցեն, դե թող Եվրոպայի շապիկը հագնի եւ ման գա։ Չէ՞ որ այդպես ցույց է տալու իր քաղաքական թիմի եւ իր քաղաքական որոշումը գնում ենք դեպի Եվրոպա, բոլորս դրոշը բռնած, դու առաջին դեմքն ես։ Մեսիջներ, խորհրդանիշներով, քո խոսքերով, գործողություններով, արա այն ինչ ասում ես։ Բայց քանի որ Հայաստանը հիմա հակված է դեպի այդ ուղղությունը եւ ինքը հասկանում է, որ դա քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար հրաշալի խոսույթ է, օգտագործում է։ Կրեմլից սպասվող հրահանգները ուղղակիորեն կապված են նրա առաջիկա գործողությունների հետ։ Որ չափով ներգրավել, մինչև անգամ այդ թրիփ ճանապարհի մասով եւս հրահանգներ է սպասում։ Մենք տեսնում ենք ուրիշները ինչ արագությամբ են հարցեր նպատակը որն է, պարոն Կիրակոսյան։ Ռուսաստանի կողմից Այո, առաջ այսօր էլ ձգնամթերքը ամբողջությամբ սահմանափակ։ Այդ հրահանգը մի հրաշալի դեմք կա շատ կոլորիտային, Ալ Կապոնը շատերիս հայտնի է որպես Չիկագոյի գանգստերը, ասում էր բարի խոսքի եւ ատրճանակի միջոցով կարելի է հասնել շատ ավելին, քան միայն բարի խոսքի միջոցով։ Ռուսաստանը իր հրահանգները միշտ ուղեկցում է համապատասխան բռունցքով եւ դրա նպատակն այն է, որ մենք ուղղակի օդի մեջ չենք ասում։ Եթե դու այդքան չկաս, մի երկու հատ էլ ապտակ ու հարված անպայման ստանալու է քո տնտեսությունը, քո մարդիկ, քո քաղաքական հարցերը Եվ հələ շուտ է ենթադրություններ անել, որ Ռուսաստանը արդեն կործանված կայսրություն է։ Պրոցեսները գնում են, անկախ նրանից կործանված է թե կործանված չէ, եթե որևէ երկրի քաղաքական առաջին դեմքը այդքան կամք եւ գիտակցություն ունի ու գիտի, որ ժողովուրդը իր կողքին է, ինքը այդ քայլը կանի։ Գիտեք ինչն է խանգարում չընթարկվել Կրեմլի հրահանգներին, չկատարել, չվախենալ այդ բանից գազից, օրինակ, գազի սպառնալիքներից, որովհետև դու վստահ չես ժողովուրդը քո կողքին է։ Եթե ժողովուրդը լինում է առաջնորդի կողքին եւ առաջնորդը կարող է կանգնել ասել ժողովուրդ 6 ամիս գազ չենք ունենալու, պիտի դիմակայենք, որովհետև դա է գինը, որ մենք իսկապես ազատ լինենք եւ գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Մի օր այդպիսի հայտարարություն անի, խայտարակ վիճակում կհայտնվի։ Իր համար ժողովուրդը վաղուց արդեն պատրաստ չէ այդպիսի բան անել։ Իդեպ շատ կարևոր մի բանով ես խոսքս ավարտեմ, երկուսն էլ կազմակերպեցին բազմամարդ երկու հիմնական քաղաքական ուժեր, որ ազգային ժողովում են բազմամարդ համերգ էր, ցույց էր, ինչ էր, ամփոփիչ այո, ասեղ գցելու տեղ չկար։ Այդ լուսանկարները խիստ խոսում են։ Բոլոր այդ մարդիկ, որ հավաքված էին, գրում էին մի գույնի շապիկ եւ գլխարկ երկուսի դեպքում էլ։ Սա հնարավոր է մի դեպքում։ Եթե օրինակ ես տարերային գնայի այդ հավաքին, ես չէի լինի միագույն շապիկով ու գլխարկով, ոնց որ 2018-ին, երբ որ տարերային էր այդ միտինգները, ցույցերը, հավաքները։ Իսկ ես պարագայում նշանակում է, որ ավտոբուսները լցրել էին, շապիկներն ու գլխարկները դրել էին գլխներին, բերել էին, ստացել էին բազմամարդ պատկեր։ Ոչ միայն ընդդիմությունը վստահ չի, որ կարող է փողոց դուրս բերել ժողովրդին, այլև իշխանությունը վստահ չէ։ Բայց քանի աղվեսն ու պոչը էս բանը կա, գործելավոճը, մեկը մեկին պահում է, ոչ թե վնասում։ Դրանով ենք մենք փակուղով առաջ կանգնած։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական Կուսակցության քաղաքորհրդի անդամ, աստվածաբան Հայագետ Հայկ Կիրակոսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։